Ճանապարհ, 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 դու օտար երկիր ինձ մի տար, չեմ ուզում հեռանալ իմ երկրից ու զատվել հարազատ իմ հողից: Ամեն մարդ իր երկրում պիտի ապրի ու այն հենց իրենը համարի: Ճանապարհ, ճանապարհ, չեմ ուզում ես ապրել օտար հողում, ինձ մի տար հեռավոր այլ ափեր, որ զգամ ինձ մոլոր ու անտեր: Ճանապարհ, ճանապարհ, ճանապարհ: Այս գեղեցիկ տողերի հեղինակն է Խաչիկ Ավետիսյանը: Սիրելիներս, այս գեղեցիկ ծաղիկների փնջով էլ սկսում եմ իմ այս հոլովակը: Տեսնում եք, աշնանային գույներով ծաղիկներ եմ հավաքել, բերել եմ բոլորը ձեզ համար: Այս գեղեցկությունը, այս վարդերը, տեսնում եք ինչքան գեղեցիկ են, բոլորը ձեզ համար է, իմ հարազատ դարձած հետևորդներ, հարազատներ և բարեկամներ ջան: Բարի լույս, բարի օր իմ շատ սիրելի բաժանորդներ ջան: Խաղաղ և օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ: Եղեք առողջ, երջանիկ, ուրախ, ամեն օրը ձեր թող լինի Աստծու կողմից օրհնված: Սիրելիներս, իսկ հիմա Մարինես ինձ համար սուրճ է դրել և միասին երկար բավականին ժամանակ սուրճ չենք խմել: Միասին կխմենք սուրճը և կզրուցենք: Իսկ հիմա Մարինես սիրով բարևում է ձեզ: Սուրճը բերեց: Բարև ձեզ: Հլը մազերը տեսեք իմ գեղեցկուհի Մարինեի, տեսնում եք ինչքան գեղեցիկ է: Գնում է դպրոց, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան: Շնորհակալ եմ Մարինե ջան: Շատ սիրելի հարազատ դարձած հետևորդներ ջան: Մարինես երկրորդ հերթ է այս տարի, որովհետև մեր մոտի դպրոցը վերանորոգման տակ է, վերանորոգում են, հաճախում է ուրիշ դպրոց, առաջինից մինչև 4-րդ դասարան այդ դպրոցում առաջին հերթն են, 4-րդից մինչև 10-րդ դասարան երկրորդ հերթ է: Ժամը 11-ին սկսում է Մարինեից դասերը: Համարյա 10:20 է, Մարինեն արդեն պատրաստվում է գնալ դպրոց: Ինձ հյուրասիրեց մի գավաթ սուրճով և գնաց դպրոց: Աստված Մարինեիս ուսման մեջ հաջողություն տա: Սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, ասել, բավականին ժամանակ չեմ կիսվել, չեմ խոսել ձեզ հետ, բայց մինչև կիսվելս, ասել, խոսելս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, իմ լավ բարեկամներ և հարազատներ ջան: Շնորհակալ եմ ձեզանից, ձեր անսահման սիրո համար, ձեր կամեցողության համար, ձեր բարության և ջերմ խոսքերի համար: Գրկում և համբուրում եմ ամեն մեկիդ: Դուք ամենալավն եք: Աստված առատորեն օրհնի ձեզ, իմ հարազատ դարձած օնլայն հարթակում ընտանիք: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ իմ կողքին եք, շնորհակալ եմ, որ ինձ ուժ եք տալիս: Ձեր ուժը ինձ ավելի է բարձրացնում: Ավելի պատասխանատու եմ դառնում, որպեսզի ավելի համեղ, լավ, գեղեցիկ հոլովակներ տեղադրեմ: Շնորհակալ եմ ձեզանից: Սիրում եմ ձեզ անսահման, անչափ: Դուք իմ հարթակը ողողել եք ձեր բարի գրառումներով, ձեր բարի խոսքերով: Աստված առատորեն օրհնի ձեզ և ձեր ընտանիքը, իմ լավ բարի հետևորդներ ջան:
Ես նպատակով էի գնացել Հայաստան, նպատակ ունեի, որ հանդիպեի իմ սիրելի Նազելիի, Գալինայի հետ, հոլովակներ նկարեինք, տեղադրեինք և տուրիստական տոմս պետք է գնեի Հայաստանով մեկ ամուսնուս հետ ման գայի, տեսնում եք, պետք է նպատակներ չդնել, Աստծո կամքով ինչպես կդասավորվի, այնպես էլ պետք է անենք մեր օրը, ոչինչ, սիրելիներս, ես չեմ ընկճվում, չեմ տխրում, այդպես էլ է լինում, հիվանդացանք, ամուսնուս հետ պառկեցինք, դեռ չէի լավացել, ամբողջ մարմինս ձգվեց, երեկ երեկոյան մի փոքր արդեն լավ եմ զգում, որոշեցի նկարեմ, խոսեմ, ձեզ հետ կիսվեմ, ասեմ, որ ամբողջ որովայնը շալով փաթաթել եմ, հազիվ նստել եմ, չկարողացա ես ինձ համար սուրճ դնել, Մարինես դրեց, սրսկվում եմ, հաբեր եմ օգտագործում, արդեն մի քիչ լավ եմ ինձ զգում, ասեմ, որ սայլակով եմ եկել, այդքան վատ էր վիճակը, սիրելիներս, ամբողջ մկաններս ձգված էր, չհասկացա ինչու այդպես ստացվեց, ինչից ստացվեց, մրսեցի, թե ինչ, այդպես էլ անհայտ մնաց ինձ, բայց փառք Աստծո, կամաց արդեն ապաքինվում եմ, պետք է հանդիպեի իմ շատ սիրելի Ֆլորա քույրիկիս հետ, գիտես, եթե խոսք ես տալի պետք է հանդիպես, այնքան վատ եմ ինձ զգում, որ իմ խոստումը չկարողացա կատարել, բայց խոստումս չկարողացա կատարել հիվանդության պատճառով, իմ լավ բարեկամներ, Ֆլորա քույրիկ ջան, կներես ինձ, հույսով եմ, էլ նպատակներ չեմ դնում, երբ որ եկա Հայաստան, կհանդիպենք, իմ լավ քույրիկ, բարի և կամեցող քույրիկ, միշտ հարցնում էր, ինչպես ես տիկին Մարինե, հիմա ոչինչ, լավ եմ, իմ լավ քույրիկ, Աստված քեզ առողջություն տա, երկար տարիների կյանք, Նազելիս, Գալինաս, չստացվեց ձեզ հետ հանդիպումը, ես շատ էի ցանկանում, բայց չստացվեց, ներող կլինեք միշտ անգամ, որ Հայաստանում լինեմ, կհանդիպենք, այսքանը ուզում եմ ձեզ ասել իմ լավ բարեկամներ, իմ լավ հարազատներ, ոչ մի տեղ չեմ գնացել, տանը պառկած 20 օր, այդպես էլ եկա հասա մեր տուն, բայց գիտեք, որ ես միշտ ասում եմ, չէ, իմ Հայաստանի նման աշխարհում երկիր չկա, շատ եմ սիրում, աշխարհ անցիր, միևնույն է Հայաստանից նման, չքնաղ երկիր չկա, բոլորիդ գրկում համբյուրում եմ, առողջ եղեք, մի հիվանդացեք, չնայած հիվանդությունը մեզանից չէ, բայց մի հիվանդացեք, Աստված օրհնի ձեր կյանքի ամեն մի օրը, իմ լավ հարազատ բարեկամներ, այս կոֆեինն էլ էի կարոտե, գիտեք, այնտեղ չէի կարողանում խմել, երևի հիվանդությունից էր, այդ վիրուսներից էր, ահա որ վիրուս, ջերմություն և այլն, արդեն գիտեք, շատ դժվար երկուսով այդ հիվանդությունը հաղթահարեցինք, չկարողացա ոչ մի նկարել, ոչ մի պատրաստել, նկարել, էջում տեղադրել, ընդամենը 2 կիսատ այդպիսի հոլովակներ կա, կտեղադրեմ, որտեղ իմ տեքոր հողամասում նկարել եմ նռենիները, խաղողի այգին, թուզը, որտեղ որ իմ երեխաներն են մեծացել,
ընթացքում կտեղադրեմ սիրելիներս, ընդամենը 2 հոլովակ, մեկը տալիս տանն եմ նկարել, մեկն էլ տեքորս տանն։ Այսպես ստացվեց, ոչինչ, չեմ նեղվում, սիրելիներս, ուզում եմ նաև բոլորի տեղեկացնեմ մի պատմության հետ։ YouTube-յան ալիքի համար պետք է գնայի Ակբաբանկ։ Գնացի, կտրոնը քաշեցի, նստեցի, երբ որ հերթը ինձ ասավ, ես 10-րդ համարի պատուհանի մոտ պետք է գնայի։ Այնտեղ աթոռ չկար, որ նստեի, բայց ես էլ այնքան վատ էի ինձ զգում, գլխապտույտ, սրտխառնոց, մի խոսքով շատ վատ, չէի կարողանում ոչինչ անել։ 6-րդ համարի սեղանի աշխատակցուհին մի գեղեցկուհի չքնաղ աղջնակ, կներես սիրելի աղջնակս, անունը չգիտեմ, չեմ հիշում, կանչեց, նստեցրեց, անգամ սիրելիներս բարեհամբույր ձևով ինձ հարցնում էր, ինչ է պատահել, մի խոսքով իր գործը այս սիրուն գեղատեսիլ աղջիկը կատարեց եւ մոտեցամ հաջորդ սեղանին, Մարինե Մինասյանի սեղանին, մի գեղեցկուհի, համեստության տիպար, մի անձնավորություն, որ ես կյանքումս շատ քիչ եմ հանդիպել այսպիսի երիտասարդի։ Շնորհակալ եմ Մարինե Մինասյանին, Ակվաբանկի ծառայությանը, որ այսպիսի աշխատակցուհի է ընդունել, թե Մարինեին, թե 6-րդ սեղանի աշխատակցուհին։ Մարինե ջան, շատ շնորհակալ եմ, ձեր մոտեցումը, ձեր մարդկային հատկանիշները այնքան բարձր, որ անգնահատելի ես դու։ Սիրեցի ձեզ, ձեր մարդ տեսակը, ձեր քնքուշ տեսակը, ձեր մոտեցումը հաճախորդներին։ Խնդրում եմ, որ Ակվաբանկի տնօրենը Մարինե Մինասյանին գովեստի խոսքեր արժանացնի եւ ավելի բարձրացնի, թե աշխատավարձը, թե արդեն իմացաք պաշտոնը, որովհետև երկուսն էլ շատ լավ ընդունեցին։ Գիտեք, Մարինե Մինասյան այնպիսի քնքշանքով ինչ որ չի կարողանում լրացնել, չէ որ վատ էի զգում, ճնշումս բարձր, ականջներս խշոց, չէի հասկանում, այնքան քնքշորեն ինձ բացատրեց, անգամ օգնեց, հասկանում եք, ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ, շնորհակալ եմ իմ գեղեցկուհի աղջնակ Մարինե ջան, միշտ այդպես բարի լինես, միշտ հաճախորդներին այդպես սպասարկես, անսահման շնորհակալ եմ ձեր բարի աշխատանքի համար, տնօրենին էլ եմ ասում, որ շատ հաճելի է, որ այդպիսի աշխատողներ ունեք, ընդգրկել եք ձեր կազմի մեջ, անչափ, անսահման շնորհակալ եմ, Մարինե ջան, համբույրներս Մոսկվայից ձեզ, սիրելիս, իմ բարի, քնքուշ, հմայիչ հայուհիս, եղեք միշտ այդպես հմայիչ և մարդկանց հետ բարեհամբույր, իմ լավ հարազատ, չքնաղ հայուհի, երիտասարդուհի, գեղեցկուհի Մարինե ջան, ցանկանում եմ աշխատանքում միշտ վերելք ունենաս, միշտ այդպես համեստ լինես, միշտ այդպես մարդկանց օգնես, սիրեցի քեզ, սիրելիս, և 6-րդ սեղանի աշխատակցուհի, կներես իմ չքնաղ հայուհի, անունդ չգիտեմ, չեմ հիշում, որովհետև այնքան վատ էր իմ վիճակը, որ չեմ հիշում, քեզանից էլ եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ Ակբաբանկի տնօրենությանը շնորհակալություն հայտնել, որ ունեն այսպիսի բարեհամբույր աշխատողներ, որոնք սպասարկում են
բարեհամբույր ձևով։ Շնորհակալություն ձեզ, հարգելի տնօրենություն, եւ ուզում եմ, որ մեր հայ աղջիկները տեսնեն, թե ինչ վերաբերմունք են ցույց տալիս մեր Ակվաբանկի աշխատող Մարինե Մինասյանը եւ իր ընկերուհին։ Ոչ մի տեղ չգնացի, ոչ մի տեղ անգամ Երևան չգնացի, բայց շատ հյուրեր ունեցա, եկան ինձ տեսության, խոսեցինք, ասեցինք, կիսվեցինք, կարոտս առա, չնայած ես 2023 թվականն եմ եղել վերջին անգամ Հայաստանում, իմ լավ բարեկամներ, բայց տանից ոչ մի տեղ դուրս չեկա, չվայելեցի մեր Հայաստանի մրգերի համն ու հոտը, մեկ անգամ դեղց եմ համտեսել, մի երկու հատիկել խաղ, տեքորս հողամասի անուշաբույր, անուշահոտ խաղողից, շատ քաղցր էր, 2 գիլա կարելի ասել հատիկ, ոչ մի մրգից չհամտեսեցի, մեկ անգամ մի փոքր ձմերուկ, ասեմ, որ շատ քաղցր էր, ոչ մի բան, ախորժակ չկար, չի կարողանում ուտել, մի խոսքով, ոչինչ, էլը չեմ հուսահատվում, ես ինձ վատ չեմ զգում, այդպես էլ է լինում, տա Աստված, ամեն ինչ լավ է լինելու, ճիշտ է, դեռ մի քիչ կուզեկուզ եմ քայլում, դեռ այդ մկանները չեն թուլացել, բայց հույսով եմ, լավ եմ լինելու, ես իմ հույսը չեմ կորցնում, հույսս դրել եմ Աստծո վրա, տեսնում եք, սայլակով եկել եմ, շաբաթ կիրակի պարկել եմ, այսօր երկուշաբթի է, արդեն կամաց քայլելով եկա նստեցի, ձեզ հետ ուզեցա կիսվել, ասել, խոսել, որ ձեզ տեղեկացնեմ, ինչու համար հոլովակներ չէի տեղադրում, միշտ ձեզ ասել եմ, չէ, գնամ Հայաստան, հոլովակներ եմ նկարելու, տեսարժան վայրերն եմ գնալու, բայց դե այդպես ստացվեց, ոչինչ, մյուս անգամ, սիրեցի ձեզ, իմ լավ բարեկամներ, սիրելի հետևորդներ ջան, այսքանը ուզեցա ձեզ հետ ասել, խոսել, կիսվել, որովհետև ես ձեզ եմ շատ սիրում, դուք էլ ինձ եք շատ սիրում, շնորհակալ եմ բոլորիցդ, անսահման, թող ձեր ամեն մի օրը բացվող առավոտը լինի օրհնություններով լի օր, սիրելի հարազատ դարձած իմ բարեկամներ, պարտեզիս վերջին ծաղիկներն եմ բերել ձեզ, տեսնում եք, ինչպիսի գեղեցիկ ծաղիկներ եմ բերել ձեզ, տրամադրող, տեսնում եք, տրամադրություն բարձրացնող, այս վարդը այնպիսի մի հոտ ունի, անմահական, վերջին գեղեցկություններն եմ բերել և սիրով նվիրում եմ ձեզ բոլորիդ, սիրում եմ ձեզ, շատ, դուք իմ բարի, ջերմ, հարազատ հոգիներն եք, այս գեղեցիկ վարդերը բոլորը սիրով, այս սենց նվիրում եմ ձեզ, միշտ եղեք, առողջ, երջանիկ, ուրախ և օրհնված, ցտեսություն իմ լավ հարազատ դարձած բարեկամներ, այս իմ սիրո գեղեցիկ դեղին գույնի վարդերը, որը շատ սիրում եմ, ձեզ եմ նվիրում, հալ այս վարդի գույնը, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, այսուհետև հույսով եմ, որ ամեն օր տեղադրեմ հոլովակներ, առողջություն բոլորիդ, լավ եղեք, իմ լավատես, բարի հետևորդներ ջան, պակա,
Սիրելիներս, օտարությունը չեմ սիրում, օտարության ճանապարհը ատում եմ։ Տունս կարոտում եմ, հայրենիքս կարոտում եմ, հայրենիքիս հողն ու ջուրն եմ կարոտում, հայրենիքիս ամեն մի թուփն ու ծառն եմ կարոտում։ Սիրելիներս, սրտիս խոսքով կիսվեցի ձեզ հետ, ասեցի, զրուցեցի, իսկ հիմա ձեզ մաղթում եմ միշտ ունենաք լավ տրամադրություն, ոչ մի անգամ չտխրեք, միշտ ուրախանաք, երջանիկ լինեք, օրհնված, Աստծո լույսը, օրհնությունը ձեզանից, ձեր օջախից անպակաս լինի, իսկ այս գեղեցիկ ծաղկեփունջն էլ ձեզ համար, վերջին ծաղիկներս են, սիրով ձեզ եմ նվիրում, այսքանով ավարտում եմ այս հոլովակը գեղեցիկ, մաղթելով ձեզ, եղեք առողջ, ապրեք երկար տարիներ, ստեսություն, մինչ նոր հոլովակ, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, պակա, պակա։